Ուրեմն ես դեմ չեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերություններ լինեն։ Բարձա, որ մի օր կոնֆլիկտը վերջանալու է, սահմանները բացվելու են, ինչ-որ առևտուր լինի, ինչ-որ մակարդակի վրա, բայց նախ դա ռեալիստական է քննարկել այն դեպքում, երբ որ պետությունների միջև խնդիրները վերացած են եւ ինչ-որ համակեցության կանոններ կան, սա մեկ։ Երկրորդը շատ կարևոր է հասկանալ ցանկացած տնտեսական գործարքի դիմաց ինչա պահանջում Ադրբեջանը Հայաստանից։ Իհարկե։ Այս ամեն ինչի զուգակցեք մի հատ շատ կարևոր հանգամանք էլ։ Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգներում հրապարակվեց ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, որով փաստվեց, որ Միացյալ Նահանգների համար ոչ միայն հարավային Կովկաս, այլ նաև Մերձավոր Արևելք այլևս առաջնահերթություն չեն։ Այսինքն այն բոլոր մարդիկ, ովքեր պնդում էին, որ Միացյալ Նահանգները մեզ պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ, ինչ-որ հեքիաթներ, լեգենդներ էին հյուսում դրա շուրջ, այդ բոլոր զրույցները զրոյական նշանակություն ունեն այլևս հրապարակված փաստաթղթի համատեքստում։